Բարև ձեզ, Հորիզոնն աշխատում է Շան Գյումրիի ուղիղ եթերում, այսօր մարտի 3-ն է, երեքշաբթի։ Այս պատերազմը Իրանի լինել-չլինելու մասին է։ Երեկ մամուլի ասուլիսին հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։ Մանրամասները ռեպորտաժում։ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիր Ղոլամիի առաջարկով մամուլի ասուլիսը սկսվեց 1 րոպե լռությամբ։ Այդ կերպ հարգանքի տուրք մատուցվեց Իրանի զոհված գերագույն հոգևոր առաջնորդի հրամանատարական կազմի, ինչպես նաև դպրոցական աղջիկների հիշատակի համար։ Շիր Ղոլամին նախ ներկայացրեց այն, թե ինչպես է շաբաթ օրը իրենց երկրի վրա հարձակումը սկսվել, չնայած նրան, որ դեսպանի ձևակերպմամբ իրենք իրականանալու մեծ շանսեր ունեցող առաջարկներ էին ներկայացրել Միացյալ Նահանգներին։ Մեզ համար իրոք շատ զարմանալի է եղել այն ռեժիմը, որը սկզբունքորեն չէր կարող հավատարի մնալ բանակցությունների սկզբունքին, ինչպես էր առհասարակ որոշել մտնել բանակցությունների փուլ։ Ամերիկայի եւ սիոնիստական ռեժիմի այս անպարկեշտ հարձակման հետևանքով զոհվեց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը, որն իր ամբողջ կյանքը անցկացրել էր բռնարարների դեմ դիմադրության եւ պայքարի ճանապարհով։ Խալիլ Շիր Ղոլամին նշեց, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը շատ դրական վերաբերմունք ուներ Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, ինչպես նաև Իրանում բնակվող հայ համայնքի նկատմամբ։ Իրանի հոգևոր առաջնորդից բազմաթիվ մեջբերումներ եւ հայտնի խոսքեր են մնացել ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականության եւ Հայաստանի ինքնիշխանության։ Եվ կարող ենք ասել, Հայաստանը եւ հայ ժողովուրդը վայելում էին Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի այս աջակցող դիրքորոշումը։ Իրանը այս տարածաշրջանում հանդես էր գալիս որպես բալանսավորող գործոն ու հատկապես վերջին տարիների իրադարձությունների ֆոնին միշտ իր աջակցություններ հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը, այս առումով նաև որոշակի զսպող դերակատարում էր ունենում։ Այս բալանսավորումը սակայն իրանագետի խոսքով կարող է խախտվել Իրանի պատերազմի մեջ խրված լինելու պատճառով։ Այդուհանդերձ դեսպան Շիր Ղոլամին ընդգծում է, որ Հայաստանն ու Իրանը դարավոր բարեկամներ են եւ անկախ պատերազմի ելքից Իրանի համար կշարունակի գործել Հայաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող այդ կարմիր գիծը։ Շիր Ղոլամին նշեց, որ թե Հայաստանի վարչապետը եւ թե արտաքին գործերի նախարարը իրենց ցավակցություններն են հայտնել Իրանի ժողովրդին։ Ի վերջո բոլոր դժվար օրերն էլ անցնում են, բայց մենք իրար կողքի ենք ու մշտապես աջակցում ենք իրար։ Ես իմ գնահատանքն ու շնորհակալությունն եմ հայտնում մինչ այժմ հնչած ցավակցական եւ զորակցական բոլոր խոսքերի համար։ Դեսպանի խոսքով այս պատերազմը Իրանի լինել-չլինելու մասին է, եւ քանի դեռ այն կշարունակվի, 7000 տարվա քաղաքակրթություն ունեցող իրենց երկիրը կշարունակի իր ինքնապաշտպանությունը։ Իրանագետների գնահատմամբ դեռևս չկան ցուցիչներ, որ պատերազմը կարող է ավարտվել առաջիկա օրերին։ Ավելին, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նշեց, որ պատերազմը կարող է տևել մինչև 4 շաբաթ, եւ եթե պատերազմը շուտ չավարտվի, դա ինչպիսի ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։ Իրանը մեր առևտրային 4-րդ գործընկերներ եւ մենք Իրանից ունենք մեծաթիվ ապրանքների ներկրում ու պատերազմական գործողությունների շարունակումը կարող է առաջացնել իրավիճակ, երբ օրինակ որոշ ապրանքների ներկրումը հնարավոր չլինի եւ լոգիստիկ տեսանկյունից ենթադրենք եւ այն առումով, որ Իրանում որոշեն օրինակ այդ ապրանքը այլևս չարտահանել ու ներքին օգտագործման համար կիրառել։ Այսինքն տնտեսական ասպեկտում առնվազն մենք կարող ենք բազմաթիվ խնդիրներ ունենալ, եթե պատերազմը երկարատև լինի։ Շիր Ղոլամին ասաց, որ գերագույն հոգևոր առաջնորդի մի քանի հրամանատարների սպանություններից զատ մեծ կորուստներ են ունեցել նաև քաղաքացիական բնակչության շրջանում։ Այս ամենի մեջ հատկապես առանձնանում է Մինաբի օրիորդաց դպրոցի վրա հարձակումը, ինչի հետևանքով 153 աղջիկ աշակերտներ զոհվեցին, եւ սա կարող եմ ասել մի անջնջելի, ամոթալի ու ոչ մի արդարացում չունեցող հետք է պատմության մեջ։ Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին, հաշվի առնելով այդ երկրի կապերն Իսրայելի հետ, դեսպանն ընդգծեց Ադրբեջանը եւս հարևան երկիր է, իսկ պաշտոնական Թեհրանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ բոլոր հարևանների հետ։ Եթե որևէ տեղ էլ առկային հակաիրանական որոշակի տարրեր, ապա դրանք պետք է վերահսկվեն եւ կառավարվեն, որ երկու երկրների հարաբերություններում խնդիր չլինեն։ Ինչքան ժամանակ մենք կկարողանանք այս ձևով առաջնորդվել, այդքան ժամանակ այդ բարեկամությունն ու ընկերությունը կշարունակվեն։ Դեսպան Շիր Ղոլամիի մամուլի ասուլիսը անցկացվեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը, որի ներսում տարբեր հատվածներում ստեղծված էին հարգանքի մատուցման անկյուններ, իսկ արդեն դրսում ցանկապատը պատված է սև ժապավենով եւ տեղադրված գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեիի լուսանկարը, շուրջ բոլորը խոնարհված ծաղիկներ, ծաղկեպսակներ, նաեւ խաղալիքներ զոհված դպրոցականների հիշատակի համար։ Տիգրան Հովակիմյան, Սերյան Հակոբյան, Հորիզոն։
Ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում չեն դադարում։ Արդեն 4 օր Միացյալ Նահանգներն ու Իսրայելը շարունակում են հարվածներ հասցնել Իրանին, թիրախավորելով հրամանատարական եւ կառավարման օբյեկտներ, հոբ համակարգեր, հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի արձակման կայաններ, ինչպես նաեւ ռազմական օդանավակայաններ։ Ի պատասխան Թեհրանը հարվածները հասցնում Իսրայելին եւ տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները գործողությունն Իրանում կարող է տևել ավելի երկար, քան Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից սկզբնապես գնահատված 4-5 շաբաթը։ Ամերիկայի պետքարտուղարը հայտարարել է, որ Իրանի վրա ամենածանր հարվածները դեռ առջևում են, հավելելով, որ չի բացահայտի Միացյալ Նահանգների զինված ուժերի մարտավարական ծրագրերի մանրամասները։ Մարկո Ռուբիոն սակայն նշել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը ներկայումս ենթադրում է, որ Իրանի դեմ ռազմական գործողության նպատակներին կարելի է հասնել առանց ցամաքային զորքերի կիրառման։ Այնուամենայնիվ, պետքարտուղարն ասել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ցամաքային զորքեր կիրառել։ Իր հերթին Իրանի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության հիվանդանոցների եւ դպրոցների վրա հարվածները։ Մասուդ Փեզեշքյանն ընդգծել է, որ այս քայլերը բացահայտորեն խախտում են մարդասիրական սկզբունքները։ Աշխարհը պետք է դատապարտի այս հանցագործությունները։ Ես կանգնած եմ իմ սքացող ազգի կողքին։ Իրանը չի լռելու եւ չի հանձնվելու, գրել է Փեզեշքյանը X-ում։ Այս ամենին զուգահեռ կողմերը հաղորդում են ժամ առ ժամ աճող զոհերի, վիրավորների եւ ավերածությունների մասին։ Իսրայելի բանակը Լիբանանի հարավում 59 գյուղի եւ բնակավայրի վրա հարձակվելու սպառնալիք է հնչեցրել, բնակիչներին կոչ անելով լքել իրենց տները։ Ցահալի հայտարարության մեջ ասվում է, որ տարհանման ենթակա բնակավայրերում հարվածներ կհասցվեն Հզբոլա շարժման հետ կապված թիրախներին։ Ավելի վաղ իսրայելական բանակն արդեն պահանջել էր սահմանի հարավային գծի երկայնքով 30 բնակավայրի բնակիչների տարհանում։ Բեյրութում պայթյուններ են, Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի մի շարք օբյեկտների։ ԱՄՆ պետդեպարտամենտը խորհուրդ է տվել ամերիկացի քաղաքացիներին անհապաղ լքել Մերձավոր Արևելքի ավելի քան 10 երկրներ տարածաշրջանում լարվածության սրման պատճառով։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ պետդեպարտամենտը կոչ են անում ամերիկացիներին անհապաղ լքել հետեւյալ երկրները, օգտագործելով ցանկացած հասանելի առևտրային տրանսպորտային միջոց անվտանգության լուրջ ռիսկերի պատճառով, գրել է Ռուբիոյի հյուպատոսական հարցերով օգնական Մաուրա Նամդարը էլեկտրոնային նամակում։ Ցանկում են Բահրեյնը, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Իսրայելը, Գազայի հատվածը, Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը, Օմանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Եմենը։ Իրանի հարավում տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, էպիկենտրոնը գտնվել է Շիրազ քաղաքից 211 կիլոմետր հարավ-արևելք, որը մոտավորապես 1.25 միլիոն բնակչություն ունի։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Գյուղատնտեսական ապահովագրության ռիսկերի ցանկում ավելացել է կարկտահարությունը, ցրտահարության, երաշտի եւ հրդեհի հետ մեկտեղ կարկուտից բերքի ապահովագրումը ներառվել է հաշվի առնելով նախորդ տարիներին ցանքատարածքներին հասցված վնասին մեծ ծավալները։ Ապահովագրության ենթակա են պտուղներ եւ մշակաբույսեր, այգեգործական մրգատեսակներ, ինչպես նաեւ կարտոֆիլը, ցորենը, գարին եւ վարսակը։ Տարվա առատությունը բնական խոնավություն ապահովելուց բացի բավարար ռոռոկման ջուր ունենալու նախանշան է տալիս։ Գյուղացիական տնտեսությունները չեն դժգոհում ձյան առատությունից եւ այդ պատճառով հողագործության աշխատանքների ուշ մեկնարկից։ Գյուղի մարդու հիմնական մտահոգությունը ցանելուց մշակելուց հետո հանկարծ կարկուտն ու ցուրտը չտանելն է։ Վերջին 5 տարիներին ապահովագրությանն են ապավինում։ Այս տարվանից երաշտից ու ցրտահարությունից բացի կարկուտներ են ներառվել ռիսկերի ցանկում։ Տնտեսություններն արդեն սկսել են ապահովագրական պայմանագրեր կնքել։ Այս տարի այդ ծրագիրը կա, բայց հələ ես չեմ օգտվել։ Հələ չեմ տանել ձիում ներկայացրել։ Դե չգիտեմ, ցորենի կարուն հացահատիկներ մեն հիմնականում ցորեն կարի է։ Բազմամյա պսեր կորեմ գամն է։ Դե նայեմ տեսնեմ ինչ կանում է, դերցան կապավակ ենք էլի։ Առաջինը ինձ են ընկերները զանգարել ասել, որ ձեր շատ բաղձալի ապահովագրությունը կառավարության կողմից ուժի մեջ է մտել։ Մենք էլ արդեն մեր ընկերներին ենք զանգով զգուշացել, արդեն նախորոք ասել ենք, կանխավ որ կա նման բան։ Ձեր գումարները իրար բերեք, որ ապահովագրեք ձեր ցանկատարածությունները։
Երկար տարիներ գյուղատնտեսությամբ զբաղվող Գևորգ Աբրահամյանը նախորդ 2 տարիների ուժեղ կարկտահարությունից շատ է վնասներ կրել։ 2024 եւ 2025 թվականներին տեղացած կարկուտից բերքի շուրջ 70% կորուստ է ունեցել, որի դիմաց պետությունը փոխհատուցում է տվել։ Իսկ այս տարվանից արդեն կարկտահարության ռիսկը գնահատվելու է ապահովագրական մեխանիզմով։ Վերջին հաշվով, եթե տարերային աղետ է լինում, փոխհատուցում բոլորն է ստանալու են։ Եթե ապահովագրել են, իհարկե ժամանակի մեջ տեղավորվել են։ Ժամանակն է բավականին շատ է, մինչև մայիսի 20 ընկած ժամանակահատվածում մենք կարողանալու ենք լիովին ապահովագրել։ Ապահովագրության ենթակա են ծիրանի, խաղողի, խնձորի, դեղցի, սալորի, սեխի, ծմերուկի, բալի, կեռասի այգիները, ինչպես նաև ցորենի, գարու, վարսակի եւ կարտոֆիլի ցանկատարածքները։ Շիրակի բնակլիմայական պայմաններում ինտենսիվ այգեգործությամբ զբաղվողները քիչ են։ Կարկտահարության ռիսկի ընդգրկումը ապահովագրությունում ենթադրում է, որ հացահատկի եւ կարտոֆիլի բերքով առատ մարզում կընդլայնվեն ցանկատարածքները։ Մեծ խտան է ֆերմերային տնտեսություններին, որ կնահանան կարկտահարությունը մեր տարածաշրջանում, ինչ որ չափով կարողանան փոխհատուցում ստանալ, ապահովագրեն եւ իսկ անցած տարեվոր չկար կարկտահարությունը, հիմնական խնդիրը ֆերմերային տնտեսությունների վաճառականությունը, որ եթե լիներ ապահովագրություն, մենք կապահովագրեինք։ 2024-25 թվականներին այդ կարկտահարության արդյունքում ֆերմերային տնտեսությունների կողմից կար արձագանք, որ շատ լավ կլինի, որովհետեւ ապահովագրական գործընթացը մեկնարկի եւ ֆերմերը արդեն նախապես կունենա հնարավորություն ունենա իրեն ռիսկերը ապահովագրելու եւ նշեմ, որ 264 միլիոն դրամի չափով 2024-25 թվականի կարկտահարության արդյունքում տուժած ֆերմերային տնտեսություններին պետության կողմից տրամադրվել է մասնակի փոխհատուցում 2025 թվականի տարեվերջին։ Ծիրանի, ցորենի, գարու եւ վարսակի բերքի ապահովագրության պարագայում կառավարությունը ֆերմերների փոխարեն կփոխհատուցի ապահովագրավճարի 40%-ը, իսկ մյուս մշակաբույսերի համար 60%-ը։ Գյուղատնտեսներին ապահովագրական պայմանագրեր կնքելու ընտրության հնարավորություն է տրված 6 ընկերությունների միջև։ Պայմանագրերի կնքման սահմանված ժամկետները տարբեր են, կախված մշակաբույսի տեսակից եւ ապահովագրվող ռիսկերից։ Օրինակ, հացադիկային մշակաբույսերը մինչև մայիսի 20-ը կարկտահարություն եւ հետո ռիսկերով բոլոր մարզերի տնտեսվարողները կարողանան օգտվել, դեղ ծիրան խաղող մարտի 25-ն է, միայն կարկտահարության ռիսկի դեպքում կարտոֆիլը մինչև մայիսի 31-ն է, հացադիկային մշակաբույսերը եւս մինչև մայիսի 20-ը եւ կարյանային ցրտահարության պարագայում մինչև վաղած կարտոֆիլը մինչև մարտի 10-ն է։ Կառավարությունն այս տարի կշարունակի նաև գարնանացանի ծախսերի սուբսիդավորման ծրագիրը։ Գյուղացիական տնտեսություններին 50% սուբսիդավորում կտրվի պայմանով, որ հացահատկային, հատիկնդեղեն եւ բազմամյա կերային մշակաբույսերի ցանքն իրականացվի բացառապես հավաստագրված սերմերով։ Գարնանացան հացահատկային մշակաբույսերի 1 հեկտարի հաշվով սուբսիդավորման գումարը կկազմի 70,000 դրամ, հատիկնդեղեն մշակաբույսերի դեպքում 100,000 դրամ, առվույտի եւ կորնգանի համար 110,000 դրամ, իսկ կերի ճակնդեղի համար 80,000 դրամ։ Աշնանացանի ցորենի սուբսիդավորվող 1 հեկտարը 80,000 դրամ է հաշվարկվում։ Կառավարության աջակցության ծրագրերի արդյունքում 19,400 հեկտարի ցանկ է կատարվել մարզում։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսն այսպիսին էր, նորությունների հետևեք ժամը 18-ին։